Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, եթե մենք միասին այս բազմոցին ենք, ապա մեր հյուրն արդեն տաղավարում է, պետք է շտապենք ներկայացնել նրան, իհարկե շնորհավորել, բայց եւ լսել խորհուրդներ, որոնք մեզ անհրաժեշտ են ոչ միայն այսօր, այլ նաեւ ողջ տարվա ու մեր կյանքի ընթացքում։ Եվ այսպես մարտի 10-ն է այսօր, մասնագիտական տոն ունենք սննդաբանի հետ կապված սիրելի հեռուստադիտողներ, շատ պայծառ մի անձնավորություն մեզ մոտ տաղավարում է, բժիշկ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն է, նա ձեզ ողջունում ենք։ Բարի լույս։ Շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն շատ։ Շնորհավորում ենք կանանց միամսյակի ակտիվ։ Մաղթում ենք, որ գեղեցկությունը եւ հմայքը միշտ ձեզ ուղեկից լինի։ Եվ այն հետաքրքիր էներգիան ու ջերմությունը, որ միանգամից գալիս է մեզ, դա թող լինի անսպառ։ Ինչպես եք։ Շատ լավ։ Սկսենք հետաքրքիր մի թեմայից։ Իհարկե առողջ ապրելակերպը գրագետ սնունդով սնվելը շատ կարևոր է, բայց որպես նախաբան կարևոր է ամենասկզբում ճանաչել մեր տեսակը, ճանաչել մեր օրգանիզմը եւ նրա առանձնահատկությունները, որից գուցե բխում են շատ կարևոր ենթադրյալ հարցեր։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, այո, դա հիմնակարային է եւ դրա համար սննդաբանը բժիշկ է։ Մասնագիտությամբ եւ պարտադիր պետք է լինի բժիշկ սննդաբանը, որպեսզի հասկանա այ մարդու առանձնահատկությունները, տարիքային, սեռային, ֆիզիոլոգիական, գուցե նաեւ արդեն ախտաբանական, եւ այստեղ սնունդը լինում է եւ որպես կանխարգելիչ հսկայական մեծ ազդեցություն ունեցող միջոց եւ բուժիչ։ Դրա համար շատ կարևոր է, որ ամեն մեկի համար անհատապես կազմվի, հարմարեցվի բժշկի տեսանկյունից եւ այդ անձի տեսանկյունից էլ տրվի թե ինչ նախասիրություններ ունի, որովհետեւ առողջ սնունդը ենթադրում է այն ինչ որ նրան պետք է եւ այն ինչ որ ինքը սիրում է։ Դրա համատեղելությունների համար այո, շատ կարևոր է, որպեսզի անհատի հակով ձևի եւ կարվի եւ բժշկի սննդաբանի կարողությունները, հմտություններն ու գիտելիքը դա պետք է թույլ տան։ Մանե, այնքան շատ կարևոր հարց ունեմ հենց այս խնդրում եմ դուր հենց հիմա թեմայի հետ կապված կներես շո մի հատ ասեմ, շնորհակալություն։ Բայց ինչպես ճանաչենք, միայն հետազոտությունները բավական են, որովհետև ի վերջո բոլորիս է հայտնի ածխաջուր, ճարպ եւ սպիտակուց էլեմենտները, այո, որոնք կան յուրաքանչյուր ուտելիքներում իհարկե տարբերությամբ իրենց տոկոսային չափորոշիչներով, բայց ինչ հետազոտություններ են մեզ պետք, որպեսզի իսկապես հասկանանք օրվա այդ պահին կամ տարվա այդ շրջանում մեր օրգանիզմի թելադրանքը ինչն է, ինչի պակաս մենք ունենք։ Երկու տեսակի խորհուրդներ, անհատական եւ ավելի հասարակության համար, ընդհանրական, որովհետեւ ամեն մեկի սնունդը իր համար կարևոր է, բայց հասարակության սնուցումը շատ կարևոր է պետության համար եւ որպես առողջապահական խնդիրների լուծում եւ կարող է զարմանալի հնչել, բայց օրինակ գյուղատնտեսական խնդիրների լուծում, որտեղ հասկանալով թե ազգաբնակչությանը ինչ սնունդ է անհրաժեշտ, որոնք դրանք չեն օգտագործում, բայց օգտակար են եւ այստեղում աճում են եւ հասանելի են կամ գուցե հասանելի չեն, պետությունը որոշում է ինչ գյուղատնտեսական կամ անասնաբուծական օրինակ տեսակների քանակ ավելացնել, օրինակ լոբեղենի քանակ ավելացնել, սպառումը շատացնել, հա, դրա համար այդ շատ երկկողմանի մոտեցում է անհրաժեշտ դրա համար։ Ասպես ասել, որ պետք է գնալ այս անալիզները հանձնել, դա շատ անձի մակարդակով այդքան էլ ճիշտ չի, որովհետև առաջինը պետք է գնալ հասկանալ ինչ գանգատներ ունես։ Այն որ հայերը սովորեն եւ սիրում են ասել բժիշկ ջան, ոտից գլուխ ինձ մի հատ անալիզներ նշանակի, ես գնամ տեսնեմ ինչի կարիք կա, դա գումարի ավելորդ վատնում է, որովհետև ապացուցային բժշկության մեջ որոշված է օրինակ ավելորդ քաշի համար ինչ անալիզներ պետք է տալ, այս դեպքում ինչ պետք է տալ, եթե չկա ցուցում, եթե չկա գանգատ եւ չկա սկրինինգային որևէ բուժում, այդ դեպքում ոչ մի անալիզի կարիք չկա, բայց ամեն տարիքում կան որոշակի հիվանդությունների վաղ ախտորոշման համար օրինակ, նաեւ սնուցման հետ կապված, երկաթի պակասի, այդ սակավարյունության հետ կապված, B12-ի հետ կապված եւ այլն, այդ անալիզները որ կարելի է տալ եւ այդ նույն հիվանդությունների գանգատները բժիշկը լսում է սենյակում, երբ հարցնում է գանգատներ, երբ կա գանգատներ, ուղարկում ես ինչ-որ անալիզի, եթե չկան գանգատներ եւ չկա սկրինինգի անհրաժեշտություն, վատնել պացիենտների գումարներ իմաստ չունի, դրա համար չենք ասում անալիզներ։ Այս դեպքում պարզապես պետք է սնվել առողջ, Պետք է հետևել համընդհանուր խորհուրդներին, երբ չկա գանգատ։ Պետք է համընդհանուր խորհուրդների հետևել, որը ունի իր մեջ մի քանի կետ, ոչ այդքան բարդ։ Դեռ ավելի մանրամասն կանրադառնանք այդ կետերին, հուսալով որ օրվա ընթացքում կլսենք այդպիսի խորհուրդներ
խորհուրդներ, բայց նախ խոսենք մեր հայկական իրականության մեջ ինչպիսին է այն վիճակագրությունը, երբ դիմում են հենց բժիշկ սննդաբանի, ոչ թե հետևում են այս կամ այն, հատկապես մեր օրերում սոցհարթակներում մի փոքր ակտիվ սեփական փորձի մասին պատմող մարդկանց օրինակների եւ իրենց մի բան էլ վնասում են այս դեպքում։ Հետևելով նաև ժողովրդական բժշկությանը։ Կամ էլ այդպես։ Սննդաբանի մասնագիտությունը որքանով է կարևոր հարց տալիս, մի քանի ասպեկտ ունի այս հարցը։ Առաջին, որ սննդաբանը, որը նաև դիետոլոգ է, երկուսը ընդունված անվանումներն են, ինքը միայն քաշի իջեցման չի զբաղվում, ինքը նիհարացնող բժիշկ չի եւ ինքը նիհարացնող մարդ չի, այլ բժիշկ է, ով բուժում է ճարպակալումը, եթե խոսքը վերաբերում է ավելորդ քաշին, որովհետև ճարպակալումը հիվանդություն է եւ դրան ոչ թե նիհարացնում ես, այլ բուժում ես, որովհետև ճարպակալումը քրոնիկ հիվանդություն է, քաշի իջնում է, հետո նորից բարձրանում է, հետո նորից իջնում է, նորից բարձրանում է։ Դրա համար իրեն պետք է ճիշտ բուժել, որի բուժման մեջ մտնում է եւ վիրահատական միջոցները, եւ դեղորայքային արդեն հաստատված միջոցները, եւ վարքագծային, եւ ֆիզիկական ակտիվություն եւ այլ։ Սա մի հարց, որ ելի վերադառնանք, որ բժիշկը պետք է լինի սննդաբանը պետք է լինի բժիշկ եւ սննդաբանությունը շատ ավելի լայն է, քան քաշը իջեցնելը։ Ցավոք սրտի դաշտը չի ոչ մի ձև օրենսդրորեն կարգավորվում եւ ամեն մեկը իր սոցցանցերում կամ ոչ սոցցանցերում կարող է գրել, որ ես սննդաբան եմ եւ կարող եմ օգնել ձեզ նիհարել։ Այսպես եւ ցավոք սրտի հազարավոր մարդիկ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր գիտեն, որ դա այդքան էլ ճիշտ չի, բայց գնում են քաշի իջեցման ավելի արագ, թեթև, հեշտ մեթոդների հետևից, չնայած նրանք էլ դժվար չեն, բայց սա ավելի տեսանելի է եւ այլ։ Մյուս հարցը, այստեղ որ կա մյուս ասպեկտը, դա սննդաբանների արկայությունը, ներկայությունը, կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի դեռ չկա, ինչը շուտով հուսով եմ այս տարի կունենանք արդեն սննդաբանների վերապատրաստման կուրս, բայց մինչ դա մենք չունենք հիմնարկ կուրս հաստատություն, որտեղ բժիշկները կարող են վերապատրաստվել եւ ստանալ սննդաբանի որակավորում։ Ցավոք սրտի դեռ չունենք։ Դրա համար Հայաստանում երևի մի քանի սննդաբան ունենք, բժիշկ սննդաբան, որոնք ստացել են համապատասխան բժշկական կրթություն, հետո ստացել են համապատասխան որակավորում որպես մասնագիտացում, որպես սննդաբան եւ հիմա աշխատում են սննդաբանում։ Ցավոք սրտի նրանք շատ քիչ են, այնինչ նրանց տեղը երևում է ոչ միայն կլինիկական հիվանդանոցներում, այլև հանրային առողջապահության տեղերում, որտեղ էլի ասեմ, այդ դիետոլոգիան տարբեր շերտերում ունի իր անելիքը։ Մենք անդադար, երբ խոսում ենք դիետաների մասին, առաջինը բոլորի մոտ այն կարծրատիպն է, որ պետք է պայքարել ավելորդ քաշի դեմ կամ նիհարել։ Բայց երբեմն կա հակառակ խնդիրը, երբ մարդիկ ունեն քաշի կորուստ եւ պայքարում են այս հարցում։ Ինչպիսին է վերաբերմունքը նաեւ այդ մարդկանց, երբ դիմում են բժշկի, արդյոք դիմում են բժշկի, թե բավարարվում են միայն ասելով՝ դե լավ, իմ մտքին երբ էլ լինի, ես կարող եմ ավել քաշ հավաքել։ Ես ձեզ շատ կոնկրետ պատասխան տամ, իմ ասենք վերջի մի շաբաթվա ընթացքում ինչ պացիենտներ են վարում եւ ինչ եմ անում։ Հիմա հիշեմ, տենց նախապատրաստված չէի, որովհետեւ այո, ցավոք սրտի sense սննդաբանը դա քաշ իջեցնող է։ Հիմա կոնկրետ այս մի շաբաթում չունեմ քաշ իջեցնելու, բայց իրենք այո դիմում են, իրենց համար ասեմ որպես բժիշկ շատ ավելի բարդ է քաշը բարձրացնելը, քան թե քաշի իջեցնելը։ Ես հիմա ունեմ պացիենտ, ով դիալիզի վրա է, երիկամային անբավարարությամբ եւ կարգավորել ենք իր սննդակարգը։ Ես ունեմ 3 պացիենտ, ովքեր բարիատրիկ վիրահատություն են արել, այսինքն ստամոքս փոքրացրել են եւ կարգավորում ենք իրենց քաշը, որում մեկը կրկնակի բարիատրիա արել, մյուսը արդեն բարիատրիայից հետո դեղորայքային բուժման վրա է։ Ես հիմա օգնում եմ կառավարությանը մեր, որը պացիենտ չի, բայց էլի սննդաբանի հասարակական հանրային առողջության հետ կապված խնդիրը կարգավորել բարենային զամբյուղների որոշումը եւ այտենց հասկանալ ինչքան է պետք առողջ, ինչ է պետք եւ ինչքան է պետք զամբյուղի մեջ, ինչ պետք է լինի, որպեսզի առողջ սնվեն եւ այլ ինչ եմ անում, հանրային սննդի էլի առումով հիմա գիտեք մանկապարտեզների սննդակարգը փոխվել է եւ Հայ օգնության ֆոնդին աջակցում եմ խորհրդատվություն այնպես ինչպես դա ադապտացնել դպրոցներ, մանկապարտեզներում եւ տնօրենների հետ ենք աշխատում։
եւ ունեմ մի աղիքային հիվանդություններով պացիենտ, էլի սննդակարգը կարգավորում ենք։ Այս երևի չի երկարացնեմ, ես այն ինչ որ ես շատ կարճ հիշեցի, մի շաբաթվա մեջ։ Դրա համար ուզում էլի ասեմ, որ Ինչ դուք հիշեք, ես առաջարկում եմ։ հա, չի անում էլի մենակ իջացնող ու բարձրացնող, բարձրացնող մեծ մասը քաշի իջեցումով են գալիս, այսինքն ունեն ավելորդ քաշ, բայց դա ինձ թվում է օքեյ, որովհետև Հայաստանում համարյա երկրորդը ունի ավելորդ քաշ ճարպակալում եւ հատկապես կանանց չես նաեւ տղամարդկանց ահագնացնող խնդիր է։ Բայց գիտեք, քաշի նվազեցման հետ կապված այցելում են ձեզ, դուք տալիս եք ճիշտ խորհուրդները, սկսում եք բուժումը տարբեր եղանակներով եւ ձևերով, ինչպես կգնահատեք խնդիրը եւ այլն, բայց այս ամենի հետ արդյոք կարևորում եք մեկտեղելը նաեւ որոշակի առումով եւ կրկին պրոֆեսիոնալ մասնագետով սպորտային կյանքը։ Որովհետև ի վերջո մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր ունեն իսկապես քաշի ավել խնդիր, բայց նրանք սպորտից շատ սխալ ուղղություն են ընտրել եւ իրենց թվում է, որ այո, օրինակ հաճախելով, չգիտեմ, այս սպորտազրում նրանք կարող են նիհարել, բայց ճիշտ հակառակն է իրականում, ոչ մի դրական արդյունք նրանք կարող են չունենալ։ Էլի երկու կողմ ունի ձեր հարցը, մեկը նա, որ ճարպակալումը լինելով հիվանդություն շատ հաճախ իր հետևում ունի իր անհատական պատմությունը եւ ամենակարևոր իր անհատական պատճառները։ Մեկի մոտ դա կարող է լինել ծխելը թողնելուց հետո, մյուսի մոտ սպորտը թողնելուց հետո, մի ուրիշի մոտ նախադաշնադադարում լինել, մյուսի մոտ դեղորայքի ընդունումից հետո լինել, այո, մեկի մոտ ֆիզիկական ցածր նստակյաց կյանքի հետևանքում լինել եւ այլ։ Ընդհանուր մի սխեմա, որ մենք բոլորին տանք, ասենք, գիտես, այս ճանապարհը այսպես պիտի անցնես քո ավելորդ քաշի ու ճարպակալման բուժմանում, չկա։ Այսինքն ամեն մեկի հետ անցնում ենք, մինչև հասկանում ենք ինչն է պատճառը ու աշխատում ենք հենց այդ պատճառի վրա։ Տարբեր են պատճառները։ Երկրորդը, որ ճարպակալում, ինչպես նաև արդեն շատ հիվանդություններ, իրենք բուժման մեջ կարիք ունեն մուլտիդիսցիպլինար մոտեցման, այսինքն ճարպակալումը չի բուժում միայն սննդաբանը, չի բուժում միայն նույնիսկ վիրաբուժը, երբ որ վիրահատում է ստամոքսը, եւ չի բուժում միայն էնդոկրինոլոգը, որ ինչ որ դեղորայք է նշանակում։ Զարգացած երկրներում եւ լավագույն փորձը ապացուցում է, որ լավագույն բուժումը, երբ որ բոլորը ամբողջ թիմը աշխատում է միասին։ Այս դեպքում երկարատև արդյունք է լինում։ Եվ որովհետև ոչ մի ճարպակալման պացիենտի մոտ մի ֆակտոր չի, միայն սնունդը չի, միայն վարքագիծը չի, միայն ֆիզիկական ցածրակտիվությունը չի։ Դրա համար ցանկալի է, որ ճարպակալման, օրինակ ասեմ, չէ, երիկամային դիալիզով պացիենտ են վարում, որտեղ այնտեղ բնականաբար կա նեֆրոլոգ, կա էլի մասնագետներ, կարդիոլոգ եւ կամ նաեւ ես։ Այստեղ անպայման պետք է լինի հոգեբան, ֆիզիկական ակտիվության մասնագետ, եթե բարդություններ կա էնդոկրինոլոգ եւ կարդիոլոգ, որոշ դեպքերում, երբ որ կոնսերվատիվ բուժումը չի կարգավորում, կարող է լինել վիրաբույժ եւ այլն։ Առանց դրա ճարպակալումը, որտեղ շատ տարբեր պատճառներ ունի, հաջողության հասնել չեն կարող, անպայման։ Ընդ որում ես չեմ փորձում անել ոչ էնդոկրինոլոգի դերը, ես չեմ փորձում իմ վրա վերցնել մարզիչի դերը, որովհետև յուրաքանչյուրը ունի իր փորձը, եթե ես օրը չգիտեմ 10 պացիենտ եմ նայում որպես սննդաբան, նայել 10 հոգու մարզում է եւ բնականաբար ունի ժամանակ, կարդում է, վերապատրաստում է, նայում է վերջին գիտելիքներին, վերջին նորություններին, գիտական աշխատանքներին եւ այլն, նույն ձևի եւ ես։ Ամեն մեկը փորձում ենք մեր մասը ապահովել եւ այս դեպքում ստացվում է եւ լավ արդյունք եւ ավելի արդյունավետ եւ ավելի երկարատև։ Ուշղթայի յուրաքանչյուր օղակերպ իր տեղում է բոլոր ոլորտներում անկախ մասնագիտությունից, նեղ մասնագիտական կողմնորոշումներից միշտ արդյունքը ավելի ակնհայտ է դառնում, որոնք են որպես սննդաբան ձեր նկատած այն ամենահաճախ տեղի ունեցող սխալները, որոնք մարդիկ հատկապես մեր իրականության մեջ անում են սնունդ ընդունելիս։ Նկատի ունեք, երբ ուզում են նիհարել, թե երբ ուզում են առողջ սնվել։ Առհասարակ փորձում են առողջ սնվել։ Եթե հա, առաջին իհարկե միֆերից եւ շատ տարածված, որ առողջ սնվելը ասոցացվում է ինչ-որ մոդայիկ սննդամթերքների հետ։ Օրինակ, չգիտես ինչի, դա բրոկոլին է, ավոկադոն է, չիայի սերմերն են, երբեմն չափից ավելի, անպայման, հա, եւ դա դառնում է արդեն ավելի տրենդային գլամուրային ուտել, քան առողջ սնվելը։ Իսկ առողջ սնվելու
հիմնական սկզբունքներից մեկը տեղային, հնարավորինս տեղային, իհարկե չկա տենց երևի քիչ կային երկրներ, որոնք ամեն ինչ կարող են ապահովել, բայց հնարավորինս տեղային սննդամթերքն է եւ սեզոնային։ Եթե չիայի սերմերին է խոսքը վերաբերվում, կարող են հիանալի նրան փոխարինել կտավատի սերմերը։ Մի քանի անգամ ավելի մատչելի, տեղային եւ նույն օգտակարությամբ, ասենք նույն բրոկոլին, որը իհարկե արդեն մենք Հայաստանում արտադրում ենք, բայց այս սեզոնին կարող է լինել նույն բազուկը, կաղամբը մեր սովորականը եւ մի քանի անգամ ավելի մատչելի։ Չնայած էլի մենք ունենք արդեն տեղային բրոկոլի։ Նույն ավոկադոին կարող են դիթապտղի ձեթերը օգտագործել, էլի տեղական չի, բայց պարտադիր չի որ լինի այդ տենց ավոկադո։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ մի մեծ մաս ազգաբնակչության, երբ որ դա անցալում է որպես առողջ, դա նրան թվում է շատ հեռու, ոչ մատչելի եւ շատ թանկ։ Ու իրանք ասում են, առողջ ծնունդը շատ թանկ է եւ մեզ հասանելի չի։ Այնինչ առողջ ծնունդը մենք կտեսնենք խոհանոցում, շատ ավելի մատչելի է եւ շատ ավելի հասանելի է։ Հաջորդը, երբ մարդիկ որոշում են, որ պիտի առողջ ծնվեն, նրանք բացառում են շատ բաներ։ Հացը, շաքարը, շատ մեծ ցուցակ է, չէ՞։ Այսինքն առողջ ծնվել դառնա ոչ թե ինչ ուտել, այլ ավելի շատ ինչ չուտել։ Բայց այդ բացառումները որպես արդեն սննդային վարքագծի խանգարում ուղեղում առաջացնում են դիմադրություն եւ ինչ որ ժամանակ հետո իհարկե դա հետ է գալիս, որտեվ ամբողջ կյանք այսինքն սահմանափակումների ու բացառությունների մեջ ապրելը այդքան էլ ճիշտ չի։ Եվ մյուսը որ մարդիկ երբ որոշում են, որ իրանք առողջ ծնվեն, շատ հաճախ մոլորվում են տեղեկատվության մեջ, որովհետև բացում ես ցանկացած կամ սոցհարթակ ու դու տեսնում ես, որ սուրճը շատ լավ է, հետո տեսնում ես, որ սուրճը շատ վատ է, հետո ասում ես, լավ, քիչ կարծում ես, որ մի քանի բաժակն է լավ, հետո կարծում ես, որ ինքը ընդհանրապես թույն է, ու խեղճերը իրականում մոլորվում են ու չգիտեն ինչ անեն, որովհետև հատկապես հայալեզու գրականության մեջ շատ դժվար է գտնել հավաստի, ապացուցահեն, գիտահեն հիմքով տեղեկատվություն։ Ընդ որում այս այն դեպքում, երբ որ հիմա սնունդը շատ կարևորվում է ամբողջ աշխարհում եւ արդեն շատ ու շատ գիտական աշխատանքներ հենց սննդի, սննդամթերքի, սնուցման հարցերի շուրջ են։ Եվ քանի որ շատ արագ է ամեն ինչը զարգանում, իրականում կարող ենք տեսնել օրինակ վերջին 10-15 տարվա մեջ մարգարինը շատ օգտակար էր, սիրտանոթային հիվանդությունների իջեցնում էր, հետո մի քանի տարի հետո պարզվեց, որ մարգարինը լրիվ հակառակ, օմեգա ունի այդ տրանսճարպաթթուները եւ չի կարելի։ Դա մի կողմ, բայց հայ հարթակում շատ դժվար է իրենց, այսպես կարող եմ շատ երկար ասել, այսպես որ ի վերջո շատ կարևոր մի եզրահանգումման կարող ենք գալ։ Մենք իհարկե կտեսնենք խոհանոցում բացենք փակագծերը, մի քանի առողջ ափսենք այսօր հավաքելու տարբեր կերակրատեսակների, բաղադրիչներից ավելի ճիշտ այս դեպքում, բայց եզրահանգումը հետևյալն է։ Պիտի լինենք բնությանը շատ մոտ կանգնած, սնվենք մաքսիմալ բնականով, հատկապես այն բոլոր ուտելիքներով, այն բոլոր բանջարեղեններով, մրգերով, ինչու ոչ նաև մսամթերքով, որ մեզ թելադրում է անգամ տվյալ եղանակային հատվածը եւ սեզոնը, եւ խուսափենք արհեստածին ու արհեստական շատ ու շատ ուտելիքներից, թրենդային բաղադրատոմսերից եւ նաեւ գազավորված ըմպելիքներից։ Սա էլ միֆ է թե իրականություն, բայց ամենայն դեպս լսել ենք նրանց շատ ու շատ բացասական խնդիրների մասին։ Այնպես որ մնացեք մեզ հետ, չհեռանեք հեռուստաէկրաններից, եթե մենք ամփոփում ենք։ Այո, ուզում եմ ասել, հետևեք մասնագետների խորհրդին եւ հեռու մնացեք տարատեսակ գովազդներից, որովհետեւ երբեմն գովազդվում է այն, ինչ պետք է ավելի շատ վաճառք ունենա, ոչ թե այն, ինչ իսկապես առողջարար է մեզ համար։ Իսկ այսօր խոհանոցում կարծում եմ ընթացքում դեռ շատ բաղադրիչների մասին տեղեկություններ կբացահայտենք, հասկանալով դրանք միֆ են թե իրականություն, բայց իհարկե մեզ պետք է վայելել այս ընթացքում երաժշտություն, որի ընթացքում էլ մեր հյուրին կխնդրենք տեղափոխվել արդեն մեր ճգնող խոհանոցային հատված։ Խնդրեմ։